Խնդրեմ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ, հարգելի բանախոսներ, այսօր մենք քննարկում ենք ևս մի ծանր թեմա, որը որ 94 թվականից ի վերուստ մինչ այսօր օկուպացված է այլ ուժերի կողմից։ Մենք խոսում ենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ամեն անգամ ամեն մեկ իր կարծիքը արտահայտելով ձևավորում է ինչ-որ մի միտք, բայց այսօրվա թեման ես կուզեմ ավելի շատ մենք սկսենք Արցախյան շարժումից 88 թվականի եւ ավարտենք այսօրվա վիճակով, քանզի բոլոր դրվագները ունեն իրար հետ սերտ կապ, որոնք որ 88 թվականին գաղափարական մարդիկ դուրս եկան ասպարեզ անկախություն գոչելով, հետո այդ անկախական շարժումը դարձավ Արցախյան շարժում, հետո Հայաստանի Հանրապետությունը բռնազավթվեց այլ պետության գործիչների ուժերով։ Ներկա պարագայում մենք քննադատում ենք բոլոր իշխող 34 տարվա իշխող քաղաքական ուժերին, բայց մեր հիշողությունը շատ կարճ է, մենք շատ կարճ հիշողություն ունենք, մենք չենք հիշում ոնց սկսվավ, ինչ դրվագներ եղավ, ինչ խնդիրների մեջով մենք անցանք և եզրահանգեց ինչով, օրինակ իմ ասածը ինչին է վերաբերվում, մենք ունեցել ենք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, իր թմով, որ կանգնավ օպերայի ազատության հրապարակում, այն վաղտվա օպերայի հրապարակն էր, հիմի ազատության հրապարակում և գոռաց Արցախ։ Մենք ազատագրեցինք Արցախը, մենք ասելով մեր ավագ սերունդը ազատագրեց Արցախը և տվեց մեզ անկախ պետություն։ Մեր սերունդը չգնահատեց, քանզի իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից սկսավ քայքայել, աղավաղել մեր պատմական դրույթները, սկսեցին վարքաբեկել այն վաղտվա ֆիդային, խեմ ասում միջոկատներ, բայց այն վաղտ մենք ունեցել ենք ֆիդայիններ, սկսեցին գաղափարական այդ ֆիդայական ջոկատներին զինաթափել, կալանել, նսեմացնել, վատաբանել, սարքել իրանց հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներ և կամաց զավթեցին Հայաստանի Հանրապետության բոլոր մասնիկները, ես ուզում եմ մանրամասն ասեմ, խեմ ասում մասնիկներ, չկար մի բնագավառ, չկար մի, չգիտեմ, ոլորտ ասեմ, թաղամաս ասեմ, չգիտեմ ոնց ասեմ, սաղ թաղային հեղինակություններով, իրանց կողմից աճացված թաղային հեղինակություններով, բիզնեսմեններով և այլն գրավեցին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը, նաև զավթեցին Արցախը, զավթեցին Արցախի տնտեսությունը, ամեն ինչ, ամեն բնագավառ, նույնը Արցախում, և Արցախը երբ որ պետք է լիներ Հայաստանի մաս, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, դա երկրորդ նախագահի օրոք էր, հրաժարվեցին ընդունել Արցախը որպես Հայաստանի մասնիկ։ Երկրորդ նախագահան իր հերթին լինելով ռուսամետ, այդ դերով հանդես գալով, կամաց սկսեց ռուսերենը վերացնել Հայաստանի Հանրապետությունից, ռուսական բառերը և այլն, բայց քանզի մեր առաջնորդը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը իր ելույթների մեջ բազմաթիվ ասել էր, որ այդ մարդը հայերեն գրել կարդալ չգիտեր, դե մենք ճիշտ է տարիքով շատ փոքր ենք չենք հիշի, բայց ես հիշում եմ, որ ինքը խոսում է ռուսերեն, մեկ էլ շատ ջարդած հայերեն։ Եկավ հասավ երրորդ նախագահին։ Երրորդ նախագահան իր հերթին էլի զավթեց իր կլանով Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները դուրս եկավ առաջին նախագահից, փոխանցվավ ժառանգաբար հասավ այս կառավարությանը։ Այս կառավարությունը լինելով չակերտավոր, թավշյա, հեղափոխական թիմ,
որը որ իր կյանքում ոչ մի բան չէին տեսել, կներեք այս բառից համար պետք է օգտագործեմ, լինելով աբիժնիկներ, թաղային աբիժնիկներ, էլի, որոնք իրանց կյանքում ոչ դպրոցում են, ոչ մանկապարտեզում էին կայացել, ոչ դպրոցում էին կայացել, ոչ համալսարաններում, ոչ բանակում, ոչ միտեղ կայացած չէին, իրանց դաժե իրանց հայաթի ժողովուրդը իրանք չէր ճանաչում։ Լինելով այդպես թաղային աբիժնիկներ, մի խումբ հավաքվեցին, եկան այդ նույն ծրագրով, խաբելով ժողովրդին, որ մենք գալիս ենք, կոպեկ հետ ենք բերելու, այն տատիկները, այն պապիկները, չգիտեմ, այն տրանսպորտը 100 դրամ, այս ինչ եք անում, այն Սերժ Սարգսյանը 8000 հեկտարը, որ հանձնեց, անպետք հողեր, դրանք դավաճան են, ով էր իրանց թույլ տվել մեր արունը, մեր աղբերների արունը, բան, սենց ինչ-որ գեղեցիկ լոզունգներով, շատ գեղեցիկ սիրուն լոզունգներով, զավթեցին իշխանությունը։ Զավթելուց հետո մոռացան, որ իրանք ժողովրդին խաբել էին։ Հիմնականում ժողովուրդը մոռացավ, որ իրանք խաբել էին։ Իրանց գեղեցիկ խոսքերով գրավել էին եւ եկել էին, որ ժողովրդի կյանքը բարեփոխել։ Իրականում սրանք բարեփոխեցին ժողովրդի կյանքը, ոչ թե լավի, այլ վատի։ Իրանք իրանց ասածների ինչ ասել էին, լրիվ հակառակը արեցին։ Մենք մինչև այսօր հանդուրժում ենք այդ իշխանություններին բոլոր եւ մեջ բերեմ, որ նաեւ պատրաստվում է Էջմիածին քաղաքի ընտրություններ, ավականու, քաղաքապետի եւ տարբեր խմբակցություններ, տարբեր կուսակցություններ, չգիտեմ, դաշինքներ եւ այլն բանը, սա ոտք են կանյե թողելով առօրյա խնդիրները, մոռանալով իրանց գործնեությունը, ներգրավվածությունը այս քանդման process-ների մեջ, այսօր բոլորը ոտքի են կանյի եւ ուզում են մասնակցեն ավականու ընտրություններին, դառնան քաղաքապետ, ավականի, չգիտեմ ինչ։ Բերեք մենք այսպես մանրամասը հասկանանք, ճիշտ է, այսօր լավ չի, հարգելի Արսեն, որ մասնակցում են թույլ չտալու գոնե Նիկոլ Փաշինյանը այս քաղաքն էլ զավթի։ Թույլ կտակ մինչև վերջ ավարտեմ, կհասկանաք ինչի համար եմ ասում, ես չեմ ասում, որ վատա մասնակցում են, բայց իրանք մոռանալով, որ իրանք մասնակցել են առաջին նախագահից սկսած բոլոր նախագահների հետ քանդելու այս պետությունը եւ նորից զարգացել են, նորից ուզում են գան։ Հիմա մեզ պետք է մաքուր ուժ, երրորդ ուժ, այն մարդիկ, ովքեր որ չեն զբաղացրել պետական պաշտոններ այդ սկսած առաջին նախագահից։ Խիեմ ես անդրադառնում իրանց, որովհետև իրանք տարբեր անուններով, տարբեր դաշինքներով, տարբեր բաներով դուրս են գալի։ Եթե մենք ավելի անկեղծ նայենք, Տիկին Ռուզաննա ջան, կա մի տարբերակ, էլի, մենք գիտենք, որ ամբողջ ռեսուրսները կենտրոնացված է իրանց ձեռքում։ Եղավ փրկության շարժում 20 թվականից հետո, եղավ ավելի շուտ 17 պլյուս փրկության շարժում եւ այլն, ասես տարբեր շարժումներ։ Այդ շարժումները հաջողություն չունեցան, որովհետեւ շահ կապված էին նախկինների հետ։ Իմ ասելիքն նա է, որ եթե դաշտ են մտնում, դաշտ պետք է մտնեն մաքուր կենսագրությունով, մաքուր փորձով, որ ինչ որ բան փոխեն, եթե պետք է գան այդ նախկին ռեժիմի մարդիկ նորից պաշտոնների, բան չի փոխվելու, անուններն է փոխվելու եւ դերերը։ Հիմի կա sense մի հատ բան, ես միշտ ասել եմ ու էլ եմ ասում, Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց Հայաստանի Հանրապետության կրիշը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժը պատերը, Նիկոլ Փաշինյանը քլունգով քանդում է հիմքը։ Մենք պետք է հասկանանք դա, մենք պետք է ընդունենք դա եւ մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Գոնե հիմքը չքանդենք, այն մնացածը կամաց կառուցենք։ Այսօր կուզենամ այս խորագրով քննարկում անենք։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, շատ հետաքրքիր այդ բոլոր անցած ուղիները մեկ առ մեկ ներկայացրիք, դե ինչպես վերջերս մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարներ ասում, պարոն Գրիգորյանը, պետք է քայլ առ քայլ հանել այն, ինչը կարող է որպես սպառնալիք ընկալվել, այսինքն Արարատ լեռը սպառնալիք է, այսինքն մեր տարածքները սպառնալիք են, այսինքն այն, ինչը չի ծառայում Ադրբեջանի կամ Թուրքիայի շահերին, դա սպառնալիք է, դե
հանրապետության ողջ տարածքը սպառնալիք է ինքնին Թուրքիայի մեծ թուրանական ծրագիրը իրականացում դարձնելու համար։ Բերեք միանգամից տանք իրենց զիջենք, ասենք քայլ առ քայլ զիջում ենք, էլի այնա զիջելով գնում են միանգամից տանք ինչ տարբերություն քայլ առ քայլ տված, թե միանգամից տված, սրանով է առաջնորդվում ներկա իշխանության ներկայացուցիչները եւ նույնիսկ չեն զլանում մեջ բերել Հայաստանի Հանրապետության վարչապետի Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ եթե բնակարան կառուցում ես, ապա այդ բնակարանին չես դնում այն նկարները, որ հարևանի կողմից այլ կերպ է ընկալում։ Այսա իմ ուղեղը չի ընկալում։ Դուք ձեր, պարոն Վարդանյան, բնակարանի ներսում նայում եք, տեսնեք հարևանը ինչ կասի ձեզ եւ ինչ նկար կամ ինչ տեղադրեք, կոնկրետ ես նման վերաբերմունք չեմ ցուցաբերում, չեմ դրսևորում։ Ես կդնեմ այն, ինչ որ ինձ հոգեհարազատ կլինի եւ կանեմ այն, ինչ որ բխում է իմ ընտանիքի շահերից։ Նմանապես եւ պետության ղեկավարը պիտի ղեկավարվի առաջնորդվի այն սկզբունքներով, որը հարիր է հայությանը, հայ ժողովրդին, պիտի իրականացնի ազգամետ, ազգանպաստ քաղաքականություն, այլ ոչ թե ինչ որ հարևան երկիրը, ինչ որ ակնկալիք ունի, ինչ ակնկալիք պիտի ունենա հարևան պետությունը, քո սեփական տարածքն է ուզում հարևան պետությունը, դու էլ ենթարկվելով նրան քայլ առ քայլ զիջելով գնում եք, հերիք է, սա արդեն, չգիտեմ արդեն որտեղ է կանգնում եւ այն քաղաքականությունը իրականացնել 35,000 արցախյան ընտանիքների հանդեպ փոքրակազմ ընտանիքներին հարկադրել իրենց վարած քաղաքականությամբ լքել Հայաստանը, որոնք հիմնականում մտավորականների ընտանիքներն են փոքրակազմը, տեսեք ինչպիսի հիմնովին քաղաքականություն Հայաստանը դատարկել արցախցիներից, չկա արցախցի, չկա նաև արցախյան խնդիր, ինչպես Թուրքիան էր յուր ժամանակին առաջնորդվում այդ սկզբունքով, չկան հայեր, գոյություն չունի նաև հայկական հարց, փաստացի նույնի կրկնությունը արդեն որ երրորդ անգամ, որին մենք ականատեսն ենք լինում, իսկ ինչ են անում Հայաստանի քաղաքական ուժերը, կարելի ասած ոչինչ։ Իսկ կան արդյոք Հայաստանում իրական քաղաքական ուժեր, խոսում ենք իրական Հայաստանի մասին, բայց ունենք իրական քաղաքական ուժեր, թե ընդդիմությունը դա լրիվ իշխանամետ ուժերն են, ձև են տալիս, որ իբրև impeachment են անում, ձև են տալիս, որ իբրև ինչ-որ հայտարարություններով են հանդես գալիս, ձև են տալիս, որ ինչ-որ ԿՊԱ-ներից էլ են impeachment-ի մասնակցելու, լրիվ ձևի մեջ, բայց ոչ բովանդակության։ Ահա այս է մեր իրական Հայաստանը, սա է մեր իրական Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Կներեք Տիկին ջան, կներեք հարգելի բանախոսներ, այդ Արարատ լեռան մասին որ ասեցիք, մի 3 վայթեմ, եթե չեմ սխալվում, համացանցում նկար ընկավ աչքիս, նոր կնիքի վրի նկարները եւ նախկին, ում դե մեկնաբանությունը գրած էր ոնց որ վերևում ներկայիս թե իրական Հայաստանի սիմվոլներով Արարատ սարը հանած էր ու զրոներ էր դրած մեջտեղը, այդ կնիքի մեջտեղը զրոներ էր։ Հիմի ես որպես հայ մարդ կարամ կարծիք կազմեմ, որ իրական Հայաստանը փուչի կա, որովհետև կնիքի սիմվոլը դրած էր 3 հատ զրո, մեկ էլ տակը մի հատ փոքր մեքենա էր նկարած։ Այսինքն սիմվոլիկաներով են իրենք առաջնորդվում եւ ոչ հայանպաստ, ոչ հայկական սիմվոլիկաներով, թե դա ինչ է իրենից ներկայացնում, իրենք ավելի լավ կմեկնաբանեն, կբարձաբանեն։ Շնորհակալություն։ Այսօր մեր բանախոսներից մեկը համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ պարոն Սերգեյ Մուրադյանն է։ Խնդրեմ, պարոն Մուրադյան, այ դուք ինչպես կներկայացնեք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը այս պահին։ Շնորհակալություն։